Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը եւ ընդարձակ այն ճամփան, որ դեպի կորուստ է տանում, եւ շատ են նրանք, որ մտնում են դրանով, որովհետև նեղ է այն դուռը եւ նեղվածք է այն ճամփան, որ դեպի կյանք է տանում, եւ քչերն են, որ գտնում են այն ամեն։ Սա մենք կարդացինք սիրելիներ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը Ավետարանից, որտեղ Տերը հասկացնում է, որ կա երկու ճանապարհ, կա լայն ճանապարհ եւ կա նեղ ճանապարհ։ Լայն ճանապարհը այն կյանքն է, որ մարդը ապրում է առանց Աստծո, մարդը ապրում է մեղքի մեջ, մարդը ապրում է իր ցանկության, իր ուզածով, իր մտքով, ինչպես որ ինքը ցանկանում է։ Եվ նեղ ճանապարհը դա այն կյանքն է, որ մարդը ապրում է հնազանդ Ավետարանին, հնազանդ Աստծո խոսքին, հնազանդ Աստծուն, որ մարդը ձգտում է սրբության, որ մարդը ապրում է Աստծո վախի մեջ, Աստծո պատվիրանքների մեջ, եւ Տեր Հիսուսը հասկացնում է, որ լայն ճանապարհը դյուրին է, հեշտ է, ժամանակակից է, մարդկանց կողմանը ընդունված է եւ շատ հետևորդներ ունի եւ շատվոր են, որ ասում է դրանով գնում են, բայց տանում է դեպի կորուստ։ Նեղ ճանապարհը հասկացնում է, որ դա նեղ է, դժվարություններով է, ջանք է պահանջում, որտեղ մարդը պետք է հրաժարվի մեղքից, որտեղ մարդը պիտի ապաշխարի, որտեղ մարդը պիտի հնազանդվի Ավետարանին, հնազանդվի Աստծուն եւ հաճեսնի ոչ թե մարդկանց հապա Աստծուն եւ ասում է քչերն են, որ գտնում են այն։ Ուրեմն սիրելիներ, մենք այսօր կանգնած ենք ընտրության առջև եւ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է նեղ դռնով ներս մտեք։ Մեզ Տերը ցույց է տալի նեղ դուռը, մեզ Տերը հասկացնում է, որ մենք մտնենք նեղ դռնով, որ մենք գնանք նեղ ճանապարհով, որը տանում է դեպի կյանք։ Իհարկե, Աստված ամեն մեկիս ընտրության իրավունք է տվել եւ քոնն է ընտրությունը, թե որ ճանապարհով ես դու քայլելու։ Լայն ճանապարհով թե նեղ ճանապարհով Աստված ոչ մեկին չի պարտադրում սիրելիներ, Աստված ոչ մեկին չի ստիպում եւ չի ճնշում, կամքը քոննա, ընտրությունը քոննա, դու կարող ես քայլել լայն ճանապարհով եւ գնալ դեպի կորուստ, դու կարող ես դուրս գալ լայն ճանապարհից եւ ընտրել նեղ ճանապարհը եւ գնալ դեպի հավիտենական կյանքը։ Ուստի սիրելիներ, ես այս խոսքերը կարդալով կոչ եմ անում քեզ, որպեսզի դու ընտրես նեղ ճանապարհը, որպեսզի դու դուրս գաս լայն ճանապարհից եւ ընտրես նեղ ճանապարհը եւ գնաս նեղ ճանապարհով, որպեսզի դու ապաշխարես, որպեսզի դու հաշտվես Աստծո հետ, որպեսզի դու սկսես կարդալ Ավետարանը, սկսես կարդալ նոր կտակարանը եւ սկսես Աստծո խոսքը կիրառել քո կյանքի մեջ։ Տեր Հիսուսը այսպիսի խոսքեր ասեց, ոչ թե ամեն ինչ Տեր ասողը պիտի մտնի երկնքի թագավորությունը, այլ նա, որ իմ Հորս կամքն է կատարում։ Ուրեմն ես քեզ կոչ եմ անում սիրելիս, որպեսզի դու դուրս գաս լայն ճանապարհից, ընտրես նեղ ճանապարհը, որը տանում է դեպի հավիտենական կյանք։